Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր Կիրակի է եւ Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում Եղեցի լույս հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր էլ մեր հաղորդաշարը եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի անվիճական մասնակցությամբ եւ հովանավորությամբ Աստվածօգնական սրբազան հայր։ Սրբազան հայր, սիրելի հեռուստադիտողներ, այսօր առաջարկում եմ զրուցել մի թեմայի շուրջ, որը անդրադառնում է բոլորիս։ Խոսքը գուշակությունների մասին է։ Հաճախ մենք դիմում սուրճի գավաթ նայողներին, բախտագուշակներին եւ կախարդություններին, արդյոք հաճախ ենք դիմում եւ ինչ պատճառով։ Խնդրեմ, հարգելի հեռուստադիտողներ, մասնակցեք մեր զրույցին 22247 3043 հեռախոսահամարներով։ Իսկ մինչ այդ սրբազան հայր նախորդ երկու շաբաթներում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ինչ կարևոր իրադարձություններ, միջոցառումներ են կամ հանդիպումներ են տեղի ունեցել թեմում։ Բնականաբար Տեարանտ առաջի տոնակատարություններ, որտեղ ունեցավ փետրվար 13-14-ին եւ բավական մեծ բազմություն ունեցանք եւ եկեղեցում եւ ընդհանրապես տելևիզիայի տոնակատարությունների կապված որից հետո երկու օր առաջ Շիրակի թեմի առաջնորդարանում եւ ադմինիստրացիոն արդեն վերապատրաստություն եղավ ուսուցիչների վերապատրաստության ծրագիրը սկսվեց եկեղեցու հովանավորությամբ, այսինքն աշխարհիկ դպրոցներում եւ տարբեր մասնագիտությունների տեր ուսուցիչները պետք է վերապատրաստության դասընթացներ հասնեն կրթության նախարարության ծրագրով, բայց եկեղեցու ֆինանսական աջակցությամբ դա սկսվել էր արդեն Վայոց ձորում եւ Սյունիքում եւ հիմա արդեն Շիրակի թեմում է ծավալվում, բայց անշուշտ Շիրակի թեմում շատ ավելի լայն մասշտաբ պետք է ընդգրկի, որովհետեւ հենց միայն Գյումրիի դպրոցների ուսուցիչները շատ ավելին են, քան Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ուսուցիչները միասին վերցրած, այսպես մեծ մոտ ընդգրկումը շատ ավելի մեծ է։ Եվ այսօր նաեւ այսօր այցելեցինք Սպանդարյան գյուղը, եթե հիշում եք, եկեղեցին կառուցվեց եւ ուսվեց անցած տարի եւ այս կիրակի երանգները հարուսեցինք ժողովրդին եւ ուրախություն հաստատելու որ արդեն եկեղեցին բավական ակտիվ ցանկանում է եւ եկեղեցին բավական բազմություն դարձած է եկեղեցի պատերազմի համակարգիչների ոչ թե պարսելակրասերներին եւ դա մեզ համար բավական քիթարական է։ Երևի հիմնականում այս է շաբաթը։ Սրբազան հայր, այս դասընթացների մասին, նմանատիպ դասընթացներ արդեն դեռևս 2 տարի առաջ կազմակերպվել էր Քրիստոնեության դաստիարակության ու քարոզչության կենտրոնի կողմից։ Այ ինչով է տարբերվելու այս մյուս դասընթացը առաջինից կամ ինչ փոփոխություններ։ Ուրիշ բան է, ես արդեն ասացի, կրոնի ուսուցիչներ չեն որ պատրաստվում։ Սա ուսուցիչների վերապատրաստության ծրագիր է։ Դպրոցների ուսուցիչների վերապատրաստության ծրագիր, այսինքն ֆիզիկայի, աշխարհագրության, պատմության, հայոց լեզվի։ Իսկ ինչ կապ ունի եկեղեցին։ Կապ ունի այնքանով եկեղեցին, որ եկեղեցին միշտ կրթությունը հովանավորել է։ Դպրոցները միշտ եղել են եկեղեցու հովանավորության տակ մինչև 1910-20 թվականները։ Բոլոր դպրոցները եղել են եկեղեցապատկան։ Հետագայում է որ դպրոցի եկեղեցուց անջատվեց, բռնիկերվեց։ Այսօր էլ դեռ լիարժեք կերպով եկեղեցին չի կարողացել կրթության հետ իր առնչությունը ապահովել, բայց կրթությունը հովանավորել միշտ էլ կարող է, եթե դրա հնարավորություն ունի։ Այսինքն մի տեղ որտեղ պետությունը թերանում է կամ ի վիճակի չէ իրականացնել այն ծրագիրը, որ պիտի որ իրականացներ ուսուցիչների վերապատրաստության, եկեղեցին է նախաձեռնել այս անգամ եւ եկեղեցին է հովանավորում ֆինանսական իր սուր միջոցների հայթայթում, որովհետեւ ուսուցիչները վերապատրաստության այդ ծրագիր անցնեն։ Հիմա օրինակի համար առաջնորդարանում այս առաջին փուլով վերապատրաստության դասընթացներ են անցնում ֆիզիկայի, քիմիայի եւ պատմության ուսուցիչները։ Այսինքն կրոնի տևողությունը դա 5 շաբաթյա ծրագիր է, որից հետո հաջորդ ուսուցիչների փուլը կսկսվի 5 շաբաթյա ծրագրից հետո մեկ փուլը կավարտվի եւ կսկսվի հաջորդ փուլը։ Սա կրոնի ուսուցիչների պատրաստության ծրագրի բացարձակապես
կապ չունի, սա լրիվ ուրիշ ծրագիր է, ինչպես ժամանակին պետությունը ինքը կազմակերպում էր մի քանի տարի մեկ ուսուցիչների վերապատրաստության ծրագիր, հիմա այդ հնարավորությունը չունի, ցանկություն ունի, բայց ֆինանսական հնարավորությունը չունի, մենք էլ չունենք այդ ֆինանսական հնարավորությունը, բայց քանի որ անհրաժեշտություն ենք նկատում եւ վեհապար հայրապետը այդ գումարները հայթայթել է եւ մեզ է տրամադրել, որպեսզի մենք իրականացնենք։ Իսկ այս վերապատրաստումը առնչությունի վերաբերում է նաեւ համայնքներին, գյուղերին։ Հիմա սկսել են Գյումրիից, ինչպես արդեն ասացի, Գյումրիի ուսուցիչների թիվը շատ ավելին է, քան ասենք որոշ մարզերի ուսուցիչների ընդհանուր թիվը, սկսել են Գյումրիից եւ եթե հետագայում հնարավորություններ ունենանք ֆինանսական միջոցների բավարարին, արդեն ծավալվելու են ամբողջ մարզի տարածքում եւ բոլոր մարզի բոլոր համայնքների բոլոր դպրոցների ուսուցիչները պետք է վերապատրաստվեն։ Շնորհակալություն Սրբազան հայր, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք ուղիղ եթերում ենք եւ գործում է հեռախոսակապ, ուղիղ հեռախոսակապ, որի միջոցով կարող եք մասնակցել մեր այսօրվա թեմային գուշակությանը 222 47 305 43։ Իսկ մինչ մեր թեմային անդրադառնալը Սրբազան հայր մենք հարցումներ ենք կատարել դրսում, փորձել ենք բարձել թե մեր համակարգացիները որքանով են հավատում այդ գուշակություններին, որքանով են դիմում կախարդանքներին։ Առաջարկում եմ դիտել տեսանյութ, այնուհետ կշարունակենք մեր զրույցը։ Չէ, Երբևէ սուրճի գավաթ նայել չեք տվել։ չէ, Իսկ կաշտ գցել կամ երիցուկի թեշտիկները պոյեք, որ իմանաք սիրում է, չի սիրում, Չէ, սպասում է, չի սպասում։ այո, Հատկապես որ գուշակություններին եք հաջող դիմում, սուրճ նայել, կաշտ գցել։ երևի կարդ, ոչ, Երբևէ կաշտ գծող կամ բաժակ նայող սուրճի գավաթ ես 76 տարեկան եմ, բայց ոչ կոֆե եմ խմել, ոչ նայել եմ տվել, ոչ եք հավատամ, Պարզ բան է, որ դա սատանայական դերտում է միշտ խոսք։ Չեմ կարող ասել ինչ է, բայց ժողովուրդը կգտնի, որ ինչ որտեղ օգուտ է, երևի իրանց, բայց մետեղ եթե օգուտ կուտա, մետեղ էլ շատ վնաս կուտա։ ոչ, Չէ, այ լսել եք բաժակ նայել, կաշտ գցել։ լսել ենք, Ու ինչպես եք վերաբերվում, ձեր կարծիքով մարդիկ ինչի համար են իմ գնում։ կարծիքով ես ոչ մի բան տեղից չեմ տալիս, Եղել է որ նայեք ձեր բաժակը նայել տակ ու ստացվի որ համապատասխանի։ Պատայելի, նայել են բաժագիս և պատասխանը ճիշտ է դուրս եկել։ Եթե փորձել եք, քանի տոկոսով է համապատասխանը իրականությանը։ չէ, երևի մի 50-60, Հա, իսկ թուղթ ու գիշ կոչված ծանոթ է ձեզ։ ծանոթ է, Այդ ձեր կարծիքով, ձեր գնահատմամբ շատ հաճախ մարդիկ ինչից դրտմամբ են մեկը մյուսին թուղթ ու գիր անում։ չգիտեմ, ես թուղթուգրին չեմ հավատում, Չեք հավատում։ ոչ, Թուղթ ու գիր ասվածը ծանոթ է ձեզ։ բոլորովին, Չեք լսել որ կա գոյություն ունի այդպիսի բան։ ոչ մի դեպքում, մարդիկ անում են, բայց էլի չհավատալով թե ինչ են անում, Չհասկանալով։ այո, չհասկանալով, Բայց հատկապես անում են չարությունից դրտված, թե դե կատեն իրանք գիտեն, ես դրան չեմ կարող պատասխանել, Լսել եմ դրանք էլ բոլորն էլ սդից բաները ոչ մեկն է ճիշտ չէ։ բայց որ անում են, ձեր կարծիքով հատկապես ինչի համար են անում, ինչից դրտված։ Մարդու սրտի փաղաքշանքի համար է, ուրիշ ոչ մի բան համար մարդը դրանով իրան լավ զգա, բավարարվի, հույսերը հայտնի դրա վրա, դրանով որ ինքը սպասել բարի կալիք։ Իսկ լսել եք երբևէ որ թուղթ ու գրի պատճառով մարդը դժբախտացել է։ Լսել եմ, բայց դա զուգադիպություն է։ Եթե ասեք փոփոխից արես մի 100 թափտած 400 փճանակ, չէ՞, փճացած դուրս կա։ Մարդկանց մեջ մի 100 կիլո թուղթ ունեն, մեկինը կարող զուգադիպել, պես ստացվի։ Մեկ ապ չի ունի։ Այդ թուղթ ու գրերին հավատում եք։ Ոչ, Ձեր կարծիքով եթե անում են, ինչ պատճառով են անում։ չնչահավատ մարդիկ են, ասում նկատավ ոչ մի հավատ չկա, սեր չկա, նյութական բաներ ետևից է նգնում, պարզ բան է, որ լավ բան չի սպասվի, շատ վնաս է ժողովրդին, խորհուրդ կուտամ չհավատան։ Այսպիսին էին հարցումներ Սրբազան հայր, այժմ հարց ձեզ, ձեր կարծիքով ինչու են մարդիկ դիմում գուշակություններին եւ ընդհանրապես ինչ ասել է գուշակություն, ինչ է այն։ Այստեղ երկու հարց կա, որոնք տարբեր են, գուշակությունները ուրիշ Այո, դա մյուս հարցներ իմ լինելու նաեւ կախարդությունները վերաբերում եւ թուղթ ու գիր կոչվածը մոգությունը եւ կախարդությունը դա ուրիշ
արդեն բնակավար է։ Գուշակության մասին մենք խոսել ենք, թերևս մեկ-երկու անգամ հպանցիկ, գուշակությունը մարդկային հետաքրքրասիրությունից է, որ մարդը միշտ հետաքրքրվում է, թե ինչ է իրեն սպասում, կամ իր հարազատներին, կամ իր բարեկամներին, երբեմն նաև իրեն թշնամիներին, որոնց թշնամի է համարում։ Ուզում է իմանալ ապագան, եւ այդ ապագայի իմանալու ցանկությունն է, հետաքրքրասիրությունն է, որ նրան մղում է գուշակությունների։ Ի սկզբանե ասեմ, որ գուշակությունները, ցանկացած տիպի գուշակություններ մերժված են, արդեն իսկ 5 կտակարանում Աստվածաշնչում ուղղակի կերպով, բառացի կերպով մերժված են, որպես Աստծո կողմից ատելի եւ մերժելի։ Հետևաբար ցանկացած գուշակություն դա նշանակում է, թե Աստծո դեմ գործված մեղք է։ Ինչու համար, որովհետեւ Աստված մարդուն ստեղծելով կատարյալ, այդ կատարելության հիմնական ծրագրի մեջ է մտնում նաև ապագայի նկատմամբ կամ ապագայի չիմացությունը։ Երևակայեք, եթե յուրաքանչյուր մարդ իմանար, թե ապագայում ինչ է սպասում իրեն կամ բոլորին։ Մարդկային հասարակությունը չէր կարող գոյություն ունենալ, եթե ամեն մարդ իմանար ապագան։ Հետևաբար մարդկային հասարակության ներդաշնակ գոյության համար է, որ ապագան անորոշ է եւ անհայտ է մարդու համար եւ հայտնի է միայն Աստծո համար։ Բայց մարդկային հետաքրքրասիրությունը միշտ էլ փորձում է մտնել այն բնակավարը, որը Աստծուն է պատկանում։ Եվ երբ որ մարդկային հետաքրքրասիրությունը անցնում է չափը, կա միշտ հագարագործը, որը փորձում է բավարարություն տալ, հագուրտ տալ այդ մարդկային հետաքրքրասիրության պահանջին եւ դրանով բռնել իր որոգայթի մեջ։ Եվ այդ բոլոր գուշակությունները, բաները սուրճի բաժակով եւ այլնով, բոլոր գուշակությունները հենց դա այդ սատանայի որոգայթներն են, որով սատանան փորձում է մարդուն բռնել այն ասպարեզում, որը մարդուն վերապահված չէ։ Ապագան վերապահված է Աստծուն եւ մարդու քրիստոնյայի նկարագիրը այն է, որ մարդը մշտապես ապրում է ներգայի մեջ եւ ներգան ինքը արդեն ապագան է իր համար, որովհետեւ ապագան նույնքան ներգայանալի է, ապագան նույնքան իրական է քրիստոնյայի համար, որքան անցյալը, որքան ներկան եւ որքան, ինչպես ասացի, ապագան։ Հետևաբար ամփոփելով երևի թե ասեմ, որ ուղղակի եթե անգամ որևէ խնդիր չունենայինք կամ հետաքրքրություն ունենայինք ապագայի նկատմամբ եւ փորձեինք գուշակություններ անել, հենց այն, որ Աստվածաշունչը, Սուրբ Գիրքը մերժում է գուշակությունները, մեզ պետք է մեկ անգամ միշտ մղեն այն քայլին, որովհետեւ մերժենք ցանկացած գուշակություններ։ Սրբազան հայր, իմ հաջորդ ինչպես նկատեցիք արդեն թուղթուգիրը կախարդությանը վերաբերում, սակայն քանի որ նույն սատանությունն է, փորձել է զուգահեռներ տանել, բայց մինչ նրան անդրադառնալ մենք արդեն ունենք հեռախոսազանգ, կարող ենք ալո, լսում ենք ձեզ։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ ձեր հարցը, դուք արդեն եթերում եք։ Այո, ես հարցս ուղղում եմ Սրբազանին։ Ես Լուսինեն եմ, 25 տարեկան։ Ավարտել եմ 10-րդ դասարան, նրանց հետո ամուսնացել եմ։ Ունեցել եմ 3 երեխա, 8 տարի ամուսնությունից հետո բաժանվել եմ, բայց կրկին կերսանց տանն եմ, ամուսինս մեծ հետ չի ապրում հիմա։ Բաժանության պատճառը նրանց ասելով ասեցին, որ թուղթուգրի պատճառ է եւ ասեցին, որ նույնիսկ բարձի մեջ է գտնվում։ Ես այդ ամենը նայեցի, գտա եւ գնացինք նայողի մոտ, քանդեց, ասեց, որ ամուսնու հետ է կապված։ Դա քանդելուց հետո ահագին մի 2-3 ամսից հետո ասեցին, որ ասենք ամուսնուդ հետ լավ եղի, երեխաներին շատ կապիր նրա հետ, բայց համենայն դեպս ես էլի մնում էի կեսանց թևի տակ։ Դրանից հետո ամուսինս կարծես թե ճիշտ եղավ դա եւ նա նորից միացավ։ Ասենք գալիս երեխաների հետ կապ պաշտպանում է։ Հիմա կարող եք ինձ ասել, արդյոք դա զուգադիպությունն է, կարելի է հավատալ այդ ամենին, թե ոչ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիմա ընդհանուր թուղթգիրին, այնինչ անվանվում է թուղթուգիր անվանումը շատ բարձունակ, այսպես խոսք է, որը մեր ժողովուրդը օգտագործում է։ Հարցը վերաբերում է Մոգությանը եւ կախարդությանը եւ ընդ որում Սև Մոգությանը, որը ուղղակի նպատակ ունի մարդուն ստեղծել, մարդուն
վիրավորել, մարդուն չարիք պատճառել եւ մարդուն կործանել։ Սև մոգության նպատակը այդ է։ Եվ սև մոգությունը ունի տարբեր հնարքներ իր այդ հնարքները բանեցնելու եւ շատ հաճախ լինում է որ ուրիշի պատվերով են որ այդ մոգերը կախարդները կատարում են այդ ընտանիքները քայքայելու կամ ուրիշ իրենց դիվական հնարքները բանեցնելու կամ իրենց դիվական ծրագրերը իրականացնելու համար հետեւաբար այդ թուղթուգիր կոչվածը պարզապես թուղթուգիր չէ այլ իրական շատ ավելի լուրջ եւ շատ ավելի ծանր հանցանք է, այսպես ասած, մոգություն է, որով մարդուն ուղղակի դնում են չար դիվային ուժերի զորության ներքո, հարձակման են ենթարկում դիվային զորքերի կողմից, որից մարդը կարողանում է երբեմն տապալվել։ Եվ շատ հաճախ այո ընտանիքների քայքայման պատճառը լինում է այդ սև մոգությունը, որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ մի խնդիր ունի եւ դրանով ուզում է վնասել եւ դիմում է մոգերին եւ մոգերը դրա համար այդ չարիքը գործում են։ Բայց դրանից հետո երբ որ հաջող մեր ժողովուրդը անդրադառնում է որ ինքը ընկել է մոգության որոգայթի մեջ սխալ ճանապարհ են դիմում դարձյալ գնում են եւ դիմում են նույն մոգին որովհետեւ այդ նույն մոգը մեկ ուրիշ դիվային զորությունների միջոցով քանդի այդ դիվական զորությունը սակայն այդ նույն քանդելով իրենց ենթարկեցնում է մեկ ուրիշ դիվական ազդեցությունների եւ շատ հաճախ տրվում է այն թվացial երջանկությունը կամ այն թվացial երանությունը, որը ակնկալում էին կամ որը ուզում էին, բայց դրանից հետո ընկնում են ուրիշ որոգայթների մեջ։ Եվ շատ քիչ է պատահում, որ մարդիկ դիմում են իրապես հավատացial անձնավորությունների, որոնք կարող են հավատքի եւ Աստծո զորության միջոցով այդ զորությունը քանդել եւ շատ քիչ է պատահում դարձյալ, երբ որ իրապես ճիշտ ուղով են մոդենում եւ գալիս են եկեղեցի, մոդենում են քահանային հրավիրում են տուն տնօրհնեկի արարողություն կատարելու, օրհնված ջուրը սրսկելու, խաչի զորությունը տան մեջ ներկայացնելու կամ իրենց ընտանիքի անդամների գլխին աղոտ կարտալու, փարադիա եւ պահպանիչ կարտալու, այսինքն այն զորությունը, ինչով որ քահանան իր ձեռնադրությամբ օժտված է եւ կարող է ոչ թե պատրանք ստեղծել այդ մոգությունից ազատվելու պատրանք ժամանակավոր պատրանք ստեղծել, այլ հիմնական կերպով ազատել նրանց այդ մոգություններից։ Հետևաբար հարցը, որ տվեց Տիգինը, շատ հնարավոր է, որ այո, մոգության ազդեցության հետևանք լինի իրենց քայքայումը ընտանիքի եւ դարձյալ մոգության ազդեցությամբ լինի իրենց ընտանիքի վերամիավորումը սակայն եթե իրենք ուզում են վերամիավորումը լինի տևական, մշտնջենական եւ իրապես հավիտենական պետք է անպայմանորեն այդ իրենց ընտանեկան երջանկությունը փորձեն ապահովել Աստուծո օրհնության ներքև այսինքն մտնել եկեղեցու օրհնությունը ստանալ Աստուծո օրհնությունը ստանալ եւ քահանայի կողմից պահպանիչ խաչի զորությունը ստանալ, որով կարողանան բոլոր տեսակի դիվային որոգայթներից պաշտպանված լինել, որովհետեւ մեկ դիվային զորությունից ազատվելով չգնեն մեկ ուրիշ դիվային զորության։ Զրպազան հայր, ինձ հաջողվեց գտնել մի այդպիսի մոգի, ու որը թեև չցանկացավ եթերով ներկայանալ ու չցանկացավ հեռուստախցիկի արչև ցույց տալ, թե ինչպես է կատարում այդ մոգությունը կամ թուղթուգիր քանդելու այդ process-ը, սակայն մի բան ասեց վստահ, որ այս վերջին տարիներին քչացել են այդ դեպքերը եւ եթե լինում են 10 կամ 15 տարվա վաղեմություն ունեն, այսպես ասած։ Հետաքրքիր երբ վանից է սկսվել, երբ վանից է այսպես մեր ժողովրդի մեջ ներարկվել այդ մոգությունները։ Մոգերը միշտ եղել են մարդկության սկզբնավորումից ի վեր միշտ այն ժամանակ երբ որ հրեշտակների մի մասը ընկավ եւ դիվային զորությունների վերածվեց իր մարդկության իրեն ենթարկած մասին մշտապես օժտեց մոգության այդ հնարքներով մոգերը միշտ եղել են բոլոր ազգերի մեջ այսօր ցավոք օրինակ Եվրոպայում շատ ավելի տարածված են մոգությունները քան բարեբախտաբար մեր ազգի մեջ Մեր ազգում էլ միշտ եղել են մոգերը եւ այսօր էլ կան եւ մենք ուրախ ենք որ այո քչանում են որովհետեւ եթե մարդը իրապես պաշտպանված է եթե իրապես աստվածային զորությամբ է եթե իրապես եկեղեցու օրհնության ներքև է ապա մոգերը անելիք չեն ունենա ընդհանրապես եւ նաեւ շատ հաճախ սնահավատություն կոչված երևույթը կա մեր ժողովրդի մեջ բավական նաեւ այս տարածքում Շիրակի տարածքում բավական արմատացած է այդ սնահավատության դրսևորումը եւ այդ մոգերը օգտվում են այդ սնահավատություններից եթե մարդը իրական պատկերացում ունի իրական ճշմարիտ Աստծո գիտակցությունը ունի ճշմարիտ Աստծո ճանաչողությունը ունի նրան ոչինչ չի կարող սպառնալ եւ ոչ մեկ տեսակի մոգ այլևս իր անելիք չի ունենա նրա հետ ցավոք այդ ճշմարիտ Աստուծո ճանաչողությունը հաջող
մեր ժողովրդի զավակների մոտ պակասում է եւ այդ ճշմարիտ Աստծո փնդրդուքի մեջ երբեմն տատանվում են այս կամ այն երևույթի շուրջ եւ այս կամ այն երևույթը շատ հաճախ վերագրում են Աստծուն եւ մոգերը այդ իրականությունից օգտվում են մենք ուրախ ենք որ մոգերը քչանում են եւ մոգությունները քչանում են դա էլ արդեն նաեւ մեր պայքարի ասպարեզն է մենք միշտ եկեղեցին միշտ շարունակել է պայքարել եւ շարունակում է պայքարել եւ շարունակելու է պայքարել այդ մոգությունների դեմ որովհետեւ ինքը եկեղեցին երբեք նման մոգությունների չի դիմում երբեք եկեղեցին կախարդական հնարքների չի դիմում եւ չի դիմել որովհետեւ վերջո մարդու գոյության եւ ապրելու նպատակը մոգություններ անելը չէ ֆոկուսներ անելը չէ այլ Աստուծո օրհնության ներքև ապրելն է Սրբազան հայր այ ինչպես այդ կինը որի հետ զրուցեցի գիտի որ այսպես ասած այդ թուղթուգիրը ինչպես որ մեր ժողովրդի մեջ է տարածված սատանությունն է մոգությունն է բայց համոզված է նա ինքը որ ինքը բարի գործանում եւ աղոթքներով է քանդում լուծարում եւ շատ մոգեր ինչպես մենք հարցումներից էլ նաեւ բարձեցինք այդ ժամանակ սրբապատկերներ են դնում այս սա ինչ է խապելու միջոց է թե սա ինչ կապ ունի մոգության հետ Երբեմն դա խապելու միջոցը պետք է իմանալ յուրաքանչյուր մոգի հետ պետք է առանձին իմանալ թե ով ում է ծառայում կա գիտեք երևի արդեն կան սև մոգություն կա սպիտակ մոգությունը մի փոքր որոշ իմաստով այսպես ասած ճշմարիտ աստված ճանաչողության հետ բռնում է որովհետև իրականության մեջ չի նպաստում անշուշտ դեպի Աստված մերձեցմանը, բայց սպիտակ մոգության նպատակը, ասենք մարդկանց բարօրություն պարգևելն է, բայց այդ բարօրություն կոչվածն էլ, ինչպես ասում եմ, միշտ ժամանակավոր է եւ ժամանակի հետ կգնա։ Նույնիսկ այդ սպիտակ մոգությունից պետք է խուսափել։ Իսկ սև մոգությունը ընդհանրապես դա չարիքի աղբյուր է։ Եվ հաճախ այդ սպիտակ մոգերն են, որ օգտվում են, ասենք, եկեղեցական իրերից, եկեղեցապատկան իրերից, սրբապատկերներից եւ այլնից, շատ հաճախ այդ պատրանքը ստեղծելու համար, որ իբրև թե իրենք ուրեմն եկեղեցվո միջոցով են անում կամ եկեղեցվո զորության միջոցով են անում։ Եթե եկեղեցվո զորության միջոցով անելու հարց կա եւ պետք է անել սրբապատկերի կամ եկեղեցական որևէ իրի միջոցով, ապա դա կարելի անել հենց եկեղեցում, հենց ձեռնադրված հոգեվորականի միջոցով եւ ոչ թե պատահական անձանց կողմից։ Սրբազան հայր հարգելի հեռուստադիտողներ, մենք եւս մեկ հարց ունենք։ Ալո, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրեմ։ Սրբազան հայր, մի այսպիսի հարց ունեմ։ Ինչպես է եկեղեցին վերաբերվում ընդհանրապես աստղագուշակությանը, չէ՞ որ դա եւս գուշակություն է, բայց այդ հորոսկոպ կոչեցյալը բավականին լայն տարածում է գտել ժողովրդի մեջ։ Նույնքան բացասական Եկեղեցին նույնքան բացասական է վերաբերվել աստղագուշակությանը միշտ, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։ Այո, այսօր շատ տարածված է, որոշ իմաստով դեռ մնում է այսպես անմեղսունակ վիճակում այս հորոսկոպի նկատմամբ կապվածությունը, այսինքն մարդիկ պարզապես ժամանցի ձևով են մոտենում այս աստղագուշակություններին, բայց իրապես լրջորեն մոտենալ այդ աստղագուշակություններին կամ լրջորեն կապել այդ աստղագուշակություններին միանշանակ կերպով մերժելի է եւ Աստվածաշունչը եւ եկեղեցին հիմնված Աստվածաշնչի Սուրբ Գրքի քարոզության վրա մերժել է եւ մերժում է աստղագուշակությունը այսինքն աստղերի հետ կապված որևէ գուշակություններ անելը այստեղ ուրիշ հարց կա որ հնարավոր է որ տիեզերագիտության ընդհանուր պատկերացումների մեջ այո հնարավոր են որ տիեզերական մարմիններ ազդեն միմյանց վրա կամ ազդեն նույնիսկ մարդկային օրգանիզմների վրա, սա չենք ժխտում եւ հնարավոր չէ եւ պետք չէ ժխտել, բայց ապագայի հետ կապված գուշակություններ անել կամ կանխորոշել ապագան աստղերը եւ ոչ մի երկնային եւ երկրային մարմին չի կարող։ Ազդել այո կարող են, բայց կանխորոշել, կանխագուշակել ապագան, որոշել թե այս նշանի կամ այն նշանի տակ ծնված ինչպիսին պետք է լինի եւ ինչ պետք է տեղի ունենա նրա հետ, դա բացարձակապես հիմարություն է։ Եվ մեր ժողովուրդը պետք չէ որ ժամանցից այն կողմ անցնի աստղագուշակությունների հետ կապված։ Ժամանցի պարագային կարելի է պարզ ժամանցի իմաստով զբաղվել։ Եվ մենք նաև մեր թելադրանքների մեջ էլ հաճախ ասում ենք եւ հեռուստատեսության եւ մամուլի որպես տեղ չտան այդ աստղագուշակություններին, հորոսկոպների, զանազան հորոսկոպների տպագրությանը, որովհետեւ դրանք ապակողմնորոշում են ուղղակի մեր ժողովրդին։ Սրբազան հայր, աստղագուշակության հետ կապված կենտանակերպի նշանները բավական տարածված է երիտասարդների մոտ եւ շատ հաճախ ես տեղյակ եմ որ անգամ ընտրություն կատարելիս
նայում են, արդյոք այդ կենսանակերպը համապատասխանում է իրեն կամ ոչ եւ ըստ այդ մեն կատարում։ Դե դա էս ինչպես արդեն ասացի, դա արդեն աստղագուշակության հետ կապված չէ, դա ազդեցության հետ, այսինքն եթե մարդը ծնվել է այս կամ այն համաստեղության ներքո, հնարավոր համարում ենք, ոչ թե ասում ենք, որ անպայմանորեն այդպես կարող է լինել, հնարավոր համարում ենք, որ ինչպես լուսինը ազդեցություն ունի երկրի վրա, մագնտացություն, տեղատվություն է առաջացնում, հնարավոր է, որ երկնային մարմինները ազդեցություն ունենան մարդու վրա, մարդու օրգանիզմի վրա, բայց կանխորոշել ապագան այնպես ինչպես շատ հաճախ ներկայացվում է հորոսկոպներով, հնարավոր չէ։ Բայց այդ մնացածը, ինչպես արդեն ասացի, եթե մնում է զուտ ժամանցի եւ պարզապես որևէ ծիծաղելի կամ հետաքրքրաշարժ պատմությունների հետ կապված, որ երբեմն լսում ենք, թե ով որ համաստեղության տակ է ծնվել, եթե դա պարզ միամիտ չարաճճիությունների բնագավառին է վերաբերում, ապա դա կարող ենք ընդունել, բայց եթե իրապես մարդիկ խորասուզված են եւ մտել են ամբողջովին կլանվել են այդ աստղագուշակության մեջ եւ իրենց օրը սկսում են արդեն աստղագուշակության տեսությամբ եւ իրենց օրը կառուցում են այդ տեսության համաձայն, սա մերժելի է։ Սրբազան հայր, մինչ նոր հարցեր կհնչեն մեր եթերում նախորդ հաղորդումների հարցերից խնդրում եմ բացատրեք, թե ինչ կապ կա հանգուցյալի եւ այն խաչի միջև, որը դրվում է նրա գլխավերևում կամ դագաղի կապարիչի վրա։ Արդյոք ճիշտ է խաչը կապարիչի հետ թաղել հողում, թե պետք է հուղարկավորության արարողությունից հետո հանել եւ եթե այո, ուր տանել։ Հարցը ազատանալու։ Հարցը խաչի նշանի մասին է, խաչի նշանը հետեւաբար դագաղի կապարիչի վրա կամ հանգուցյալի վրա սա նշանակում է, որ հանգուցյալը քրիստոնյա է եւ խաչի զորության ներքև է հող մտնում, որովհետեւ այդ խաչի զորության ներքև էլ հետագայում օրերի վաղճանին հարություն առնի։ Հետևաբար այստեղ հարց չկա խաչը թողնել հողի տակ կամ հողի վերև, այլ այդ խաչը հանգուցյալի իր քրիստոնեական պատկանելիության նշանն է, որով ինքը այդ խաչի զորությամբ պետք է հարություն առնի օրերի վաղճանին։ Հետևաբար այդ խաչը նշանն է թաղվողի քրիստոնեական պատկանելիության եւ ուրեմն պետք է մնա այնտեղ, որտեղ հանգուցյալն է։ Մենք արդեն ունենք հեռախոսազանգ, ալո։ Ալո, լսում ենք ձեզ։ Ալո, ներողություն, ես մի հարց ունեմ ձեզ տալու, իմ հարցը ուղղում եմ Սրբազանին, ու ես միշտ երազով կտեսնեմ, որ ինձ ասում են, որ ձեր վրա թուղթուկից կապա, ճիշտ ասած ես, նշանակություն չեմ տալիս ու իջոյից ստիվենը, իրոք գնացեք է տուրը նայեք, դրա համար զանգ եմ տվել։ Ուրեմն եթե կասկած ունեք որևէ կասկած ունեք, որ իրապես դուք գտնվում եք մոգության ազդեցության ներքև, դրա համար կա այն ճանապարհը, որ նախանշեցի եւ ասացի, պետք է գնալ եկեղեցի, քահանայի օրհնությունը խնդրել, քահանային հրավիրել տուն տնօրինի եւ մնացած բոլոր այն արարողությունները կամ այն ցուցումները, թելադրանքները կատարել, ինչ որ քահանան կասի։ Քահանան գիտի այն բոլոր ձևերը, որոնցով կարելի է սատանայական հնարքներից ազատվել, եթե մարդը այդ սատանայական հնարքների ենթակա է։ Մոտեցեք քահանային, զրուցեք իր հետ, բացատրեք նրան ձեր բոլոր այն խնդիրները, որ ունեք, եւ դրա պատասխանը կստանաք։ Հաջորդ հեռախոսազանգը խնդրեմ։ Ալո։ Ալո։ Այո։ Բարեձայնություն ունենալու հասնելու Սրբազանին, իմ անունը Անժելա է, նախ ներկայանամ, ինձ ներկայացի աշխարհի եւ ոչ աշխարհի ժողովրդի մեջ տարածած թեմայով խոսակցությունը։ Այդ ինչ առումով ինչ տարբերություն կա։ Ինչպես լրիվ չհասկացա, թե ինչու աշխարհիկ եւ ոչ աշխարհիկ։ Ասենք երիտասարդության մտքայդակղելու հիմնական մասը, որ քսվել է զաստարվելու տեսքը, այդ տարբերությունով։ Այսինքն երիտասարդության շպարվելու իրենց կոսմետիկ հարցերով զբաղվելու հետ կապված մենք այսինքն այս եթե աղջիկը կամ կինը այսպես է վարվում աշխարհիկ կարող է համարվել թե հա չէ աշխարհիկի կամ ոչ աշխարհիկի հարց չկա այստեղ բնավ եկեղեցին երբեք չի քաջալերել շպարվելը եթե խոսքը միայն կնոջն է վերաբերում թեև տղամարդիկ էլ հեռու չեն այդ ամեն ինչից բայց եկեղեցին երբեք չի քաջալերել շպարվելը Բայց շպարվելը երկու նպատակ կարող է ունենալ։ Շպարվել կա, որ պարզապես ինքը իրեն ավելի լավ զգալուն է ուղղված։ Սա բացասական չէ,
Սա մերժելի չէ, որովհետև մարդը ուզում է մի քիչ իրեն ավելի լավ զգալ եւ դա իրեն տրված աստվածատուր նաեւ հնարավորություն է։ Եթե շպարվելը կնոջ շպարագային շպարվելը ուղղված է այդ նպատակին, պարզապես իրեն ավելի կանացի զգալուն, սա կարելի է ընդունել, սա կարելի է հասկանալ եւ սա կարելի է նաեւ մեր այսինքն պարսավանքին չարժանացնել։ Բայց եթե մերժելի է միայն այն, եթե կնոջ շպարվելը նպատակ ունի գայթակղելու դիմացինին, հետաքրքրասիրություն առաջացնելու դիմացինի մոտ եւ մոլորեցնելու դիմացինին։ Եթե շպարվելը կնոջ պարագային ուղղված է այդ նպատակին, ապա այդ մերժելի է։ Եվ ընդհանրապես երբ եկեղեցին խոսել է շպարվելու մասին, միշտ գիտեք կանայք միշտ էլ օգտագործել են դա վերջին 20-րդ, 20-21-րդ դարի խնդիր չէ։ Եկեղեցին միշտ էլ երբ խոսել է այդ մասին, խոսել է եւ շեշտել է այդ պարագան, որբեսի կանացի դյութանքներով եւ հրապույրներով չմոլորեցնեն դիմացինին։ Եթե ուղղված է դրան, ապա մերժելի է։ Այստեղ հետեւաբար հարցը աշխարհիկ կամ ոչ աշխարհիկ հոգեվոր կամ հավատացյալ լինելու մեջ չէ։ Մենք մեր հավատացյալ կանանց երբեք չենք արգելել եւ երբեք չենք պարսավել իրենց որոշակի կոսմետիկ միջոցներ օգտագործելուն, բայց ինչպես ասացի, եթե նպատակը իրոք պարզապես իրենց ավելի լավ զգալուն է ուղղված, եթե դիմացինին գայթակղելուն է ուղղված, ապա պարսավելի է։ Սրբազան հայր եւս մեկ հարց նախորդ հաղորդումներից դեռևս ցանկանում է իմանալ քաղաքացին Շիրակի թեմի վերջին 4 առաջնորդների անունները, որոնք մահացած են, ծնված եւ մահացած թվերով։ Քաղաքացին կառուցել է եկեղեցի, մակետ, դրանը գերեզմանակար եւ այդ անունները ցանկանում է գրել այդ քարերի վրա։ Մակետը նույնված այդ մարդկանց։ Վերջին 4 առաջնորդներից 3-ը դեռ ողջ են։ Մահացած 4 առաջնորդ։ Իսկ մնացած 4 առաջնորդների անունները եթե ինքը ուզում է կգա առաջնորդարան, մենք իրեն կասենք։ Հիմա եթերը չզբաղեցնենք առաջնորդների անունների հրապարակումով։ Հնարավոր չէ ավելացնել եկեղեցու նստատեղերը։ Հնարավոր է, բայց նստատեղերը ավելացնելով եկեղեցին ավելի կփոքրանա եւ եկեղեցու մեջ եղող բազմություն հնարավորություն չի ունենա կանգնելու։ Եթե մենք մյուս եկեղեցիների վերաբացման հնարավորությունը ունենանք, ապա այդ դեպքում կարելի է մտածել նստատեղերը շատացնելու մասին։ Մենք արդեն ունենք հեռախոսազանգ, խնդրեմ։ Ալո։ Բարև։ Ես հարցս ուղղում եմ Սրբազանին։ Ես երկրաշարժի ժամանակ գործել եմ իմ որդու կնոջը հարցից։ Իսկ ինքը շատ հոյակապ որդի եղել մեր տան համար, երեխաների համար։ Հետո ստացվեց, որ ինքը գնաց ուրիշ կնոջ, որը ուներ 2 երեխա։ Լքեց երեխաներին սեփական, ինձ ասեցին, որ որդուդ վրա թուղթուկիր կա։ Ես գնացել եմ Լուսամուտի արանքից, որտեղ որ ասել են, հանել եմ, հիմա արդեն սկսել է, արդեն 14 տարի է երկրաշարժը, բայց արդեն մի տարի է որդիս սկսել է տուն գալ եւ երեխաների հետ շփվել, ինչպես կարելի է չհավատալ թուղթուկերին։ Մենք երբեք չասացինք, որ թուղթուկերին չպետք է հավատալ, կամ հավատալու խնդիր չէ, այո կա այդ։ Մոգությունը կա եւ մոգությունները գոյություն ունեն եւ այո մոգությունների ազդեցության տակ մարդիկ ընկնում են եւ շատ հաճախել մոգության ազդեցություններից ձերբազատվում են։ Մենք երբեք չասացինք, որ մոգությունները գոյություն չունեն կամ մոգություն չկա։ Այսինքն հավատալու կամ չհավատալու խնդիր չի։ Զորությանը հավատում ենք եւ զորություն ընդունում ենք, որ կա այդ։ Բայց արդեն եւ նաեւ ճանապարհներ նշեցինք, թե ինչպես կարելի է այդ մոգություններից մեկ անգամ ընդմիշտ ազատվել, ոչ թե ժամանակավորապես ազատվել, այլ մեկ անգամ ընդմիշտ ազատվել։ Այսինքն հավատալ, գիտեք, հավատալ բառը այստեղ չպետք է օգտագործել, որովհետեւ հավատալ բառը պետք է օգտագործել միայն Աստծո պարագային։ Մենք հավատում ենք միայն Աստծուն։ Իսկ մնացած բաների գոյությունը ընդունում ենք։ Ոչ մեկը եւ մանավանդ եկեղեցին երբեք չի մերժել կամ երբեք չի անգոսնել, երբեք չի արհամարել դիվական զորությունների գոյությունը, մոգական զորությունների գոյությունը, որոնց մեր ժողովուրդը այս պահին թուղթուգիր անվանումն է տվել։ Եվս մեկ հեռախոսազանգ, ալո։ Ալո։ Լսում եք։ Ողջույն եմ հաղորդում Միքայել Տեր Հաջապարյանին։ Ես 2 կիրակի գնում եմ եկեղեցի, իրան չեմ տեսնում եւ ինձ բադ եմ զգում։ Երբ իրան տեսնում եմ, շատ թեթև եմ զգում։ Ինքը իմ պաշտելի անձնավորությունս է, ճիշտ է, ես իրան սրբի պես պաշտում եմ, ճիշտ է, ինքը սուրբ չէ, սուրբը միայն Քրիստոսն է, Աստված է, բայց ես իրան հարգում եմ։ Ես խնդրում եմ իրան տեսնեմ եկեղեցում եւ ինձ թեթև զգամ։
Դա եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան։ Ինքը շատ հաճելի է, շատ լավ սրբազան է, ժողովրդի կողմից սիրված, հաշտված։ Ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Շնորհակալություն։ Ես իրան առողջություն եմ ցանկանում ու ցանկանում եմ իրան էլ ավելի բարձր, ոչ միայն եպիսկոպոս, այլ Գարեգինից բարձր, Գարեգին երկրորդից բարձր ազնվորություն։ Նա արժանի է ամեն ինչի։ Շնորհակալ ենք։ Մենք մեր ժողովրդին ենք ծառայում եւ մեր ժողովրդի գնահատանքը, շնորհակալությունը, երախտագիտությունը մեզ համար մեծագույն պարգևն է։ Իսկ անցած երկու կիրակիներին չեմ եղել եկեղեցում, որովհետև ինչպես ասացի, այս կիրակի Սպանդարյան գյուղում էի, իսկ անցած կիրակի էլ էջմիածնում էի որոշակի գործերով, բայց ապագային անշուշտ կլինեմ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, մեր եթերաժամը ավարտվեց։ Կհանդիպենք ճիշտ 2 շաբաթ անց։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն նաև հաղորդման մասնակցության համար։ Միշտ նոր հանդիպում։ Աստված օգնական սրբազան։ Աստված պահապան։